Վարորդական իրավունքից զրկելու դեպքերն ավելացել են մեր երկրում։ Պաշտոնական տվյալներն ասում են, որ անցած 2024 թվականի ընթացքում 5412 վարորդի արգելել են տրանսպորտային միջոց վարել, մինչդեռ դրան նախորդող 2023-ի ամփոփ տվյալներով այդ թիվը 4587 էր, պակաս 825-ով։ Վերահսկողության խստացման արդյունքն է ներքին գործերի նախարարությունում են համոզված։ Այս տեսակետը կիսում է նաև երթևեկության հարցերի փորձագետը։ Որպես վարորդ էր նկատել, հաշվել, առնվազն 4 անգամ սթափության զննության նպատակով են պարեկները մեքենան կանգնեցրել։ Ենթադրում եմ, որ ընդհանուր առմամբ սահմանված մեքենա վարելու հետ կապված ստուգումներն են ավելացել ու այդ հիմքով են հիմնականում զրկումները տեղի ունեցել։ Դե մեր մոտ հələ որ ամեն տարի մահացությունների թիվը աճում է, փոխամատությունը հիմնական պատճառներից մեկն է։ Այն հարցերից է, որտեղ որ նշանի շուտ մեծ մշակույթը մեր մոտ մտնի, որ ավելի լավ է տաքսոն վճարես, քան թե մի տարի առանց վարորդական վկայականի երթևեկես, այնքան օգուտ կլիներ երթևեկության։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքում ըստ օրենքի վարորդական իրավունքից քաղաքացին զրկվում է նախ 1 տարի ժամկետով, սակայն եթե հրաժարվում է սթափության զննությունն անցնել, ապա ժամկետը միանգամից կրկնապատկվում է 12 ամսվա փոխարեն 24 ամիս, իսկ այս ամիսների ընթացքում մեքենայի ղեկին նստելը ոչ ավելի, ոչ պակաս քրեական պատասխանատվության դուռը կարող է հասցնել։ Մեկ էլ զենք զինամթերք են հաջող ստուգում, եթե իհարկե քաղաքացու իրավունքների ոտնահարումով չեն անում, էլի նորմալ պրակտիկա է։ Վարորդների իրավունքների մասին փաստաբանն ասում է, այնուամենայնիվ վարորդական իրավունքից զրկելու դեպքերի մեծ մասը առանց հիմնավորումների են, հասնում են դատարան, բեկանվում են։ Տպավորություն է, որ հենց վարչական կայացնող սուբյեկտը, տվյալ դեպքում պարեկը, այսինքն չի տիրապետում անհրաժեշտ օրենսդրության կարգին։ Կոպիտ ասած, հստակ ինչ-որ շաբլոնային տեքստեր են անգիր արել, երբ որ դու փորձում ես դրանից դուրս ինչ-որ իրավական բան իրեն բացատրել, ինքը ասում է, ձեր իրավունքն է բողոքարկել։ Ես կազմում դուք գնացեք բողոքարկեք, բայց ինչի այդ պահին ակտը կազմել զրկում անել։ Օրինակ, եթե կարելի է այդ պահին հարցը քննարկել ու լուծում ստանալ։ Մեր վարորդներն ի դեպ տարվա համար 9-ի փոխարեն արդեն 13 բալ ունեն։ Օրենսդրական նոր կարգավորումն ընդամենը նորեր առաջ մտավ ուժի մեջ, բայց հիշենք նաև, որ 2024-ին բալերի սպառման հիմքով վարորդական վկայականների կասեցման դեպքերը ևս աճ էին ունեցել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։